Մենք նկատում ենք, որ քաղաքական ուժերը, մասնավորապես ռուսական թեկում ունեցող քաղաքական ուժերը սադրում են եւ իզուր չէր, որ այսօր Ղարաբաղից բռնի տեղահանված մի շարք անձինք կարծես թե սադրեցին։ Ինչու՞ չէ նաեւ կցանկանայի խոսեիք այն տեսանյութի մասին, որի մասին նաեւ խոսել է պարոն վարչապետը։ Սադրանքները շատանում են, որովհետեւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը օրեցօր ավելի ակնհայտ է զգում իր վախճանը եւ այդ վախճանը նշանավորվելու է նրանց թալանած գույքի, ապօրինի գույքի վերադարձով եւ նրանց վերջնականապես քաղաքական աղբար կղը նետելու շռնդալից ակտով, որը որ ժողովուրդը ուրեմն հունիսի 7-ի ընտրություններին ուրեմն իրագործելու է եւ այսօր այն եղկելի տեսանյութը, որտեղ որ ահաբեկիչները ավտոմատներով Ղարաբաղի ակցենտով ըստ էության ահաբեկչության սպառնալիք են հնչեցնում վարչապետի Հայաստանի լեգիտիմ իշխանության դեմ, փաստացի ըստ էության այդ ավտոմատավորված Նայիրի Հունանյանները, մեր օրերի Նայիրի Հունանյանները հանդիսանում են պատերազմի եռագլուխ կուսակցության Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի եւ իր թափթփուկների ներկայացուցիչները եւ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է գրողի ծոցը ուղարկի բոլորին, բոլոր դրանց, ովքեր որ ցանկանում են նորից ժողովրդից խլել ժողովրդի իշխանությունը։ Պարոն Կոնջորյան, դուք նույնպես կարծում եք, որ տեսանյութի այսպես կոչված չակերտավոր հերոսները պետք է շուտապույտ էվակուացվեն, գտնվեն եւ էվակուացվեն։ Պետք է միանշանակ դրանք պետք է ամենասեղմ ժամկետներում հայտնաբերվեն եւ հայտնվեն մեկուսարանում, հայտնվեն իրենց արժանի տեղը, կրեն իրենց արժանի պատիժը ամենախիստ կերպով եւ փտեն բանտում, որովհետեւ Հայաստանի ընտրված իշխանությունների դեմ ուրեմն ձեռք բարձրացնող սուբյեկտը ձեռք է բարձրացնում Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ պետականության դեմ։ Նաև սադրիչ եւ տղամարդու եւ կանանց մասին նույնպես խոսենք, ընդդիմությունը կամ ընդդիմության ներկայացուցիչները կամ լրատվամիջոցները ակնարկում են, որ վարչապետ Փաշինյանը այսպես շատ էմոցիոնալ է արձագանքում։ Դուք ինչ կարծիք եք, ինչ եք մտածում այդ մասին։ Վարչապետը արձագանքում է բնական, որովհետև վարչապետը մերպես մարդ է, մեր ժողովրդի մի մասնիկն է, պորտալարով կապված մեր ժողովրդին, եւ վարչապետը արձագանքում է այնպես, ինչպես որ արձագանքում է մեր ժողովուրդը, եւ վարչապետի այսօրվա արձագանքների մեջ որևէ անտրամաբանական բան չի եղել, վարչապետը հենց մի բան էլ քիչ է ասել, ինչ որ ասել է ճիշտ է ասել, ես դրա տասնապատիկն եմ ասում եւ Հայաստանի ժողովուրդն է դրա տասնապատիկը ասում եւ այն մարդիկ ովքեր այսօր կարողանում են իրենց թույլ տալ գալ հանրապետության վարչապետի դիմաց կանգնել եւ այդպես խոսել, պիտի նախ եւ առաջ շնորհակալ լինեն վարչապետին իրենց տրված այդ ազատության համար, որ իրանք այդ իրավունքը ունեն այսօր գան այդտեղ ասեն եւ զուգարանում ծեծվելով չսպանվեն։